Շատ ահավոր է ժողովրդագրական վիճակը երկրում, որովհետև այսօր հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ամուսնությունների թիվը քանակը պակասում է, ամուսնալուծությունների թիվը բարձրանում է, ծնելիությունը իջնում է, մահացությունը բարձրանում է։ Եվ այս ժողովրդագրական իրավիճակով մենք գնում ենք դեպի հայ ժողովրդի ուղղակի նվազեցում։ Աղետալի է ուղղակի ուղիղ օտար ներդրումների, օտար երկրներից կապիտալի ներդրումների ստատիստիկան։ Եթե 22 թվականին մոտ 1 միլիարդի ներդրում է եղել, 23-ին 24-ին արդեն դա պակասեց մինչև 500, հետո 300 միլիոն, այս տարի դա կազմում է 160 միլիոն դոլար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ համաշխարհային կապիտալը առնվազն չի կարողանում ընդունել Նիկոլ Փաշինյանի այն հեքիաթը, որ ինքը իբր ապահոված է խաղաղություն եւ կայուն միջավայր ներդրումների համար։ Այս ամենը ցավոք սրտի համոզիչ է միայն այն մարդկանց համար, որոնք այսօր ուղղակի որոնց ուղեղները ուղղակի լվացվում են պետական ռոպագանդայով։ Իհարկե, հանուն օբյեկտիվությամբ պետք է ասենք, որ կառավարությունը որոշակի աշխատանքներ կատարում է ճանապարհաշինության առումով, այլ ենթակառուցվածքների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման հարցում, բայց ակնհայտ է, որ դա բավարար չէ Հայաստանի անհրաժեշտ կենսական ապահովման համար եւ մեր տնտեսական զարգացման համար։ Ավելին ասեմ, քրոնիկական հիվանդություն է դարձել կապիտալ ներդրումների թերկատարումը։ Ու սա ես այլ կերպ քան ես ինչ եղավ։ Եվ սա այլ կերպ քան հանցագործություն մեր տնտեսության նկատմամբ, մեր ներքին համախառն արդյունքի գեներացման նկատմամբ, սա այլ կերպ հնարավոր չի գնահատել։ (2010 թվականից սկսվել է հարավ-հյուսիս ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը։ Եթե Վրաստանում շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար պրոյեկտը իրականացրեցին ընդամենը 2 տարվա ընթացքում, Հայաստանում մինչև հիմա կառուցվել է այդ ճանապարհի անգամ կեսը չի կառուցվել։ Սա մի բան է նշանակում, եթե Հայաստանը ունի 2010 թվականից սկսած ռեսուրսներ, նոր իշխանությունը արդեն 8 տարի ուներ այդ ճանապարհը կառուցելու համար, եթե Հայաստանը ի վիճակի չի կատարել այդ հույս կարևոր ճանապարհի կառուցումը, սա նշանակում է առաջին նշաններն են, որ մենք ունենք ձախողված պետություն, այն ինչ որ հայտնի է որպես failed state։ Բայց ավելի ահավոր է այն, որ տեսնելով, որ ինքը ձախողվել է բոլոր ուղղություններով, անվտանգության, տնտեսական զարգացման, Փաշինյանը անցել է մի նոր տակտիկայի, որը հետևյալն է, հարձակումներ քաղաքական անդիմախոսների վրա, հայ առաքելական եկեղեցու վրա, երկրում արդեն տասնյակներով քաղբանտարկյալ կա, հարձակումներ ազատ խոսքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ, մեր ժողովրդավարական ազատությունների նկատմամբ, որոնք արդեն նմանվում են ուղղակի ասպատակությունների, մասնավորապես այն, ինչ որ կատարվում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ոնց որ օկուպանտի ասպատակություն լինի սա։ 2026 թվականի ընտրությունները պատմական շանս են մեր ժողովրդի համար վերաիմաստավորելու անցած ուղին, հասկանալու
ինչ են արել մինչ այժմ եղած բոլոր իշխանությունները եւ վերջապես ընտրելու Հայաստանի զարգացման, անվտանգության ապահովման ամենաճիշտ ռազմավարությունը։ Այդ շանսը եւ միգուցե վերջին շանսն է, որ տրվում է հայ ժողովրդին։ Հետեւաբար հայ ժողովուրդը պետք է իսկապես ամենայն պատասխանատվությամբ մոտենա այս խնդրի լուծմանը եւ այս անգամ կատարի լրջագույն մի ընտրություն, իշխանության բերի այնպիսի ուժերին, որոնք ունեն ռացիոնալ իրատեսական մոտեցում մեր բոլոր խնդիրների, լինի դա անվտանգության ապահովման, լինի դա տնտեսական զարգացման եւ այլ ոլորտների։ Հիմա ամփոփելով իմ ելույթը, ես ուզում եմ ասեմ, որ այս ուժը, որ այստեղ հավաքված է, այս թիմը ներկայացնում է մի քաղաքական ուժի, որը 1988 թվականի զարթոնքի ծնունդ է, որը հետո ղեկավարել է այդ զարթոնքի արդյունքում ձևավորված համահայկական ազատագրական շարժումը, հայոց համազգային շարժումը։ Սա այն ուժն է, որ կոմունիստական ռեժիմի հետ հակամարտության պայմաններում նվաճեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Սա այն ուժն է, որը իրականացրեց համաշխարհային ճանաչում ստացած եւ համաշխարհային ճանաչման արժանացած արմատական ազատական բարեփոխումները, որոնք ամրապնդեցին Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Սա այն ուժն է, որը ղեկավարեց հայ ժողովրդի հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա այն ուժն է, որը հասավ նրան, որ ամբողջ աշխարհը, այդ թվում Ադրբեջանը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավունքի տեսակետից սուբյեկտայնությունը, որպես խաղաղության հաստատման պլանի մի բաղադրիչ։ Ցավոք սրտի, երբ այդ պլանը մերժվեց մեր ներքին առավելապաշտների գործողությունների արդյունքով, մենք շարունակեցինք հետո մշտապես հանդես գալ Ադրբեջանին խաղաղությունը պարտադրելու կամ գոնե ուժի դիրքից այն կնքելու դիրքերից։ Մենք մշտապես դրա ջատագովն էինք եւ պարզվեց, եւ ես նորից եմ ասում, սա այն ուժն է, որ միակն էր հայկական բոլոր քաղաքական ուժերի մեջ, որը ճիշտ գտնվեց նաեւ այս հարցում, որովհետեւ դա միակ ձևն էր կանխելու այն աղետը, որ մեր հետ տեղի ունեցավ։ Եվ ես կարծում եմ, որ այսպիսի ուժը չէր կարող անմասն մնալ այս պատմական ժամանակաշրջանում ընթացող գործընթացներից եւ սա այն ուժն է, որը պետք է իրոք վերադարձնի մեր հայ ժողովրդին իրատեսական ռացիոնալ ռազմավարությամբ առաջնորդվելու կարողությունը։ Եվ մենք դա անելու ենք եւ ես ուզում եմ ձեր ուշադրությունը ներկայացնել այն բանի վրա, որ մեր թիմը փորձառության եւ երիտասարդության մի փայլուն միաձուլում է։ Մենք ունենք փորձ, մենք ունենք նոր կոմունիկացիոն տեխնոլոգիաներ, որոնք մեր երիտասարդներն են բերում, որով հարստացնում են մեր մոտեցումները, եւ մենք այս թիմով գնալու ենք շատ լուրջ ընտրարշավի եւ ես վստահ եմ, որ ճիշտ քայլերի դեպքում մենք կհասնենք հաղթանակին։ Իսկ հիմա մի քիչ շատ խոսեցինք, ես առաջարկում եմ, դա մեր պլանն է, մեր թիմակիցներին առաջարկում եմ զբաղեցնել տեղերը, աթոռները այս դահլիճում եւ համաձայն պլանի ես հիմա կներկայացնեմ մեր նախընտրական
ծրագիրը իսկ ավելի ճիշտ ոչ թե նախընտրական ծրագիրը, այլ այն ուղիանիշները, այն ուրվագիծը նախընտրական ծրագրի, որով մենք գնալու ենք այս ընտրությունների։ Մի բան էլ ասեմ, սա ընդհանրապես մեր նախանշած ուղղություններն են։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ծրագիրը հայտարարելուց հետո մենք շատ սերտ շփումների մեջ պիտի մտնենք մեր հանրության հետ, մեր հասարակության հետ, գյուղացու, արհեստավորի, գործարարի, գիտնականի, ուսանողների, որպեսզի այս ծրագիրը հասցնենք մի կատարյալ վիճակի, որպեսզի այս ծրագիրը արտացոլի մեր ժողովրդի սրտից բխած բոլոր նպատակները։ Շնորհակալություն, ի գործ։